Ես ողջունում եմ մեր հայրենակիցներին, այսօր մենք հանդիպել ենք Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանին եւ Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզում ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր այսօրվա եթերը միտում ունի մեր լսարանին ավելի մոտիկից ծանոթացնելու Ուկրաինայի հայ համայնքին, Ուկրաինայի հայերի միությանը, որը միակ կազմակերպությունն է, որ միավորում է բոլոր հայ համայնքները Ուկրաինայի բոլոր մարզերի։ Այսօր հատուկ են հյուրերը ընտրված մարդիկ, ովքեր որ Կիևից եւ ամենաթեժ շրջանից Դոնեցկից կարող են իրենց ուղիղ կարծիքը մեր լսարանին պատմել եւ մանրամասնել։ Մենք օրերս Օդեսայում ունեցանք Ուկրաինայի հայերի միության շտաբի նիստը, դա եթե չեմ սխալվում անդրանիկ նիստն էր Ուկրաինայում, առաջին շտաբի ստեղծման նիստը եղել էր Երևանում եւ շատ կարեւոր որոշումներ էին ընդունվել։ Օդեսայում ոչ պակաս կարեւոր որոշումներ են ընդունվել եւ արդեն կան որոշ արած գործեր, որոնց մասին խնդրեի պատմեիք։ Սկսենք երևի քեզանից, Դավիթ։ Հուլիսի 29-ին Երևանում կայացավ Ուկրաինայի հայերի միության արտահերթ նիստը, որը տարուկեսվա դադարից հետո հենց հրատապ որոշեցինք, որ պետք է հավաքվենք, քանի որ արդեն հասունացել էին մեր խնդիրները եւ այնտեղ այո որոշում կայացվեց, որ մենք ֆորմատը փոխում ենք գործի, այսինքն այդ որոշումը մի փոքր շուտ էր կայացել դեր գարնան սկզբին, բայց քանի որ օֆիցիալ հանդիպում չէր եղել, մենք դա չէինք կարող ընթացք տայինք այդ հարցին, բայց արդեն որ նիստը կայացավ, որոշումը ընդունվեց բոլորի կողմից միաձայն եւ մենք ֆորմատը փոխեցինք, քանի որ պետությունում տիրում է այսօր ռազմական իրավիճակ, ուրեմն Օդեսայում քննարկվեց մի շարք հարցեր, որի շուրջ 2 ամիս մենք պատրաստվում էինք, տենց նման նիստեր մենք որոշել ենք, որ 3 ամիսը մեկ կայանալու է, եթե կարիքը լինի, կարելի է ավելի շուշուտ հավաքվել, բայց այս պահին 3 ամիսը մեկ շտաբի անդամներով հավաքվելու ենք եւ քննարկելու ենք, այսպես ասած, շատ կարեւոր հարցեր։ Շտաբը հենց դա նկատի ունենք, որ մենք շատ արագ պետք է արձագանքենք այսօրվա հարցերին, այսօրվա խնդիրներին։ Եվ մի շարք որոշումներ կապված կադրային հարցերի, որ նշանակումներ կատարվեց, նոր կոմիտեներ ստեղծվեց, որ ռազմական իրավիճակի վաղ պետք է աշխատեն, եւ քննարկվեց մի շարք հարցեր կապված օգնություն բանակին, օգնություն կարիքավորներին Ուկրաինայում եւ Հայաստանում։ Մենք հունվար ամսին ունենք հայ-ուկրաինական ռեժիսորի Սերգեյ Պարաջանովի 100-ամյակը, քննարկվեց այդ հարցը, ստեղծվեց մի շատ կարևոր հարթակ, որ բոլոր հայ կամավորների, վոլոնտյորների համար մի հարթակ պետք է ստեղծվի, որ բոլոր հայ վոլոնտյորները աշխատեն իրար հետ համահունչ, մի շարք հարցեր քննարկվեց երիտասարդների հետ կապված, իրենց գործունեության հետ կապված, այդպես լավ արդյունավետ աշխատանք էր։ Հաջորդ օրը մասնակցեցինք իհարկե Օդեսայի մշակութային կենտրոնի 15-ամյակին վերաբերյալ համերգին, բոլոր կազմով եւ ողջունեցինք Օդեսայի հայ համայնքին։ Իդեպ կուզենայի նշեն փաստը, որ անգամ այս ծանր իրավիճակին, երբ որ մեր Ուկրաինան պատերազմի մեջ է, 2 համայնք չեն դադարում աշխատել եկեղեցաշինության ճանապարհով, որ մեր Չերկասի եւ Լուցկի եկեղեցիները 22 եւ 23 թվականին գարուն ամառ աշուն շարունակվել են աշխատանքները կառուցման եւ խորին շնորհակալություն այդ համայնքներին, որ պես ասած համարձակ կառուցում են եկեղեցին։ Եվ կան համայնքներ, որտեղ տեղադրվել են խաչքարեր մեր 2 ազգերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված, հանձինս Կրիվոյ սեպտեմբերի 28-ի խաչքարի բացման արարողությանը, որտեղ Ուկրաինայի հայերի միության շատ մարզերի ներկայացուցիչները ներկա են եղել, որտեղ Սրբազան Մարկոսը կատարեց օծման արարողությունը։ Դա այդ հոգևոր կյանքի ներկայացությունը մեր առօրյայում դա շատ կարևոր է, քանի որ մեր համայնքի հասարակ անդամներին ոչ վարչական անդամներին, այսպես ասած հոգևորական հույս է տալիս, որ Տեր Աստված իրենց գլխից անպակաս է։ Հայ եկեղեցու դերը դժվար է գերագնահատել, պետք է ասել, որ մերձ ճակատյան մարզերում հայկական եկեղեցիները վերածվել են հումանիտար հանգույցների, որոնք որ օգնում են ոչ միայն մեր համայնքի անդամներին, այլ մարզի բնակիչներին, բոլորին, ով որ այդ օգնության կարիքը ունի։ Հոգևորականների դերը ինձ թվում է դեռ առանձին
պետք է նշել։ Դա ինձ թվում է պատերազմից հետո մենք բոլորին կանդրադառնանք։ Կավելացնեմ, որ ես մեկնեցի սեպտեմբերի 20-ին որպես ձևավորենք Հայաստանյան շտաբը, Երևանյան շտաբը, ուզում եմ նշեմ, որ մենք աշխատեցինք 27 օր, ամեն օր առանց ընդմիջումի եւ 27 օրվա ընթացքում 2000 ընտանիք բռնի տեղահանված մեր հայրենակիցների Արցախից ստացել են օգնություն եւ շտաբի գործունեությանը միացել են մի խումբ երիտասարդներ, ովքեր հետո ղեկավարի պարոն Շատվորյանի անունից ստացան պատվոգրեր եւ հենց ինքը պարոն Շատվորյանը, Զապորոժիա հայամայքի ղեկավար Արտաշես Սարգսյանը, Դնեպրի մարզի ներկայացուցիչ Էդուարդ Բաղդասարյանը միացել են այս գործին, նաեւ Լվովի մարզի համայնքի ղեկավարը Ավետ Սարաջյանը եւ այդ խումբը արդեն ուներ 20 թվականի Երևանյան շտաբի գործունեության փորձ եւ լավ արդյունավետ կիրառվեց այս շտաբի Երևանյան 23 թվականի Երևանյան շտաբի գործունեությանը ինչի համար բոլորին շատ շնորհակալ եմ եւ շեշտեմ որ Ուկրաինայի գործունեության ծավալը շատ մեծ էր քանի որ մեր բոլոր մարզերը ովքեր ամեն աստծոր աշխատել են որ Ուկրաինայի հաղթանակը մոտիկացնեն Ուկրաինայի ազգի հետ նաև սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամսին կիսվեցին սկսեցին օգնել Արցախից բռնի տեղահանված ժողովրդին Սա շատ մեծ գործունեություն է խորին շնորհակալություն բոլորին Ռուբեն մինչ քո տպավորությունների մասին հարցնելը կուզեի հարցնեի ինչքանով է այս ֆորմատը հարմար աշխատելու համար պատերազմական իրավիճակում արդյոք այսօրվա բոլոր խնդիրները հնարավոր է նման ֆորմատով ասենք որոշել լուծել բոլոր առաջացող հարցերը Մարզան ինչպես պատմությունն է դասեր տալիս քաղաքներին պետություններին համայնքներին Մենք արդեն դրա դասերը ստացել ենք ի պատիվ Ուկրաինայի հայերի միության սա առաջի անգամ չէր որովհետև 16 թվականին կազմակերպված օգնություն ուղարկվեց Հայաստան դրանից հետո փորձը ցույց տվեց որ նման դեպքերում երբ որ արտակարգ իրավիճակ է լինում աշխատող ֆորմատը շտաբի կարգավիճակն է այսինքն ինչ է նշանակում շտաբ յուրաքանչյուր կազմակերպություն խաղաղ պայմաններում խաղաղ ժամանակներում շտատնի այսպես ռեժիմով աշխատում է, բայց երբ որ արտակարգ իրավիճակներ են ստեղծվում, կարիք է լինում լինել տեղում եւ օպերատիվ հարցերի լուծում տալ։ Այսինքն օպերատիվության թելադրանքով մենք 20 թվականին Ուկրաինայի հայերի միությունը շտաբ բացեց ինչպես Կիևում եւ այնպես էլ Երևանում։ Մեծ հաջողություն ունեցավ գործունեությունը, նպատակային շատ նպատակային էր եւ Դրա հետևանքներով ունենալով մեր մեջքի հետևում նման մեծ փորձ 22 թվականին սկսված պատերազմից հետո խմորումները, մտքերը հավաքվեցին եւ մենք իրականում հասկացանք, որ հիմա էլ է պետք է շտաբ բացել եւ այդ իսկ պատճառով նույն կերպ վարվեցինք։ Հիմա Ուկրաինայի հայերի միությունը երկու շտաբ ունի, մի շտաբը գործում է Ուկրաինայում, մյուս շտաբը գործում է Ուկրաինայից դուրս Այսինքն հաշվի առնելով հանգամանքները, որ մեր Ուկրաինայի հայերի միության շատ անդամներ գտնվում են այսօր ենթադրյալ տեղափոխված վիճակում, տեղահանված վիճակում, մենք երկու շտաբ ունենք եւ Հայաստանում էլ երբ որ սկսվեց վերջին դեպքերը, արտակարգ որոշում կայացվեց շատ արագ շտաբ բացել նաեւ Հայաստանում եւ պարոն մեր Մկրտչյան Դավիթը անմիջապես մեկնեց Հայաստան եւ մեր Ուկրաինայի հայերի միության նախագահի հետ միասին, պարոն Վիլեն Շատուրյանի հետ միասին շտաբի գործունեությունը ծավալեցին, պատրով ավարտեցին, վերադարձան Հայաստան, չնայած այդ օգնությունը շարունակական է լինելու, բայց այդ օպերատիվ հատվածը, երբ որ հումանիտար կատաստրոֆա գոյություն ուներ այդ պահին աշխատանքները կատարվեցին ամբողջ ծավալով մեր հնարավորությունների սահմանում։ Իհարկե գտնում եմ, որ շտաբի ֆորմատը պայմանավորված է պատերազմի հետ եւ գտնում եմ, որ շատ արդյունավետ աշխատանք է տարվում։ Ովքեր կային Օդեսայում բացի Ուկրաինայի համայնքապետերից, հայ համայնքապետերից, ովքեր էին ներկա եւ բացի համայնքային հարցերից այլ ինչ հարցեր քննարկվեցին, եթե կարելի է շարունակել։ Դե ինչպես միշտ ավանդաբար մեր բոլոր մեծ միջոցառումներին մասնակցում է եկեղեցին եւ դեսպանատունը, ներկա էր Սրբազանը, Մարկոս Սրբազանը, ներկա էր Հայաստանի
Հանրապետության դեսպանը Ուկրաինայում, հյուպատոսները, դա հայկական դելեգացիաներ, ինչպես նաև ներկա էին Օդեսայի քաղաքի եւ շրջանի պաշտոնատար որոշ անձիկ, մեր հիմնական Ուկրաինայի հայրենիության ղեկավար կազմից բացի մեր նիստին մասնակցում էին տարբեր մարզերից ժամանած հայ վոլոնտյորներ, որոնց մենք խոսք տվեցինք, նրանք ամեն մեկը իրենց զեկույցում բարձրացրեցին որոշ հարցեր, որի արդյունքում, ինչպես նաև որոշումներ կայացվեց, մենք բացառություններ արեցինք այս անգամ, որ Ուկրաինայի հայրենիության կոմիտեի կազմում ընդգրկեցինք մարդկանց, որոնք չեն կազմում Ուկրաինայի հայրենիության ղեկավար կազմը, այսինքն ադմինիստրատիվ կազմը։ Ինչպես հայաստանյան առաջի մեր նիստի ժամանակ որոշումներ կայացվել, Ուկրաինայի հայերի միությունը բոլոր հայերին, բացառապես բոլոր հայերին, համարում է այս պայմաններում մեկ կազմակերպության անդամ, անկախ ամեն ինչից։ Եվ ովքեր կարող են փոքրիկ անգամ ներդրում ունենալ ընդհանուր մեծ գործի, մենք գրկապած ընդունելու ենք եւ ամեն ինչով օգնակար ենք լինելու։ Այսինքն շտաբը կոորդինացնում է անմիջական հարաբերությունները, ոչ թե ասենք հայ համայնք, հետո Ուկրաինայի հայերի միություն, հա, այլ միանգամից Ուկրաինայի հայերի միության շտաբ եւ ձևակերպում Մարաջան ձեր կողմից տրվում Ուկրաինայի հայերի միությունը անգամ իր ամբողջ լրատվական աղբյուրներով, եթե մենք առաջ բնականաբար լուսաբանում ենք օրինակ Ուկրաինայի հայերի միության կողմից կազմակերպվող միջոցառումները կամ լրատվական դաշտը լցնում ենք Ուկրաինայի հայերի միության անմիջապես կողմից կատարված միջոցառումներով, որոշում կայացվեց այս անգամ եւ այժմ ամբողջ Ուկրաինայի տարածքում բոլոր մեր հայրենակիցների կողմից որ տարածված ամբողջ գործունեությունը իօգուտ Ուկրաինայի, իօգուտ հաղթանակի, իօգուտ հայ ժողովրդի նաև ինչ խոսք լուսաբանվում, մեկնաբանվում է եւ նրանց ամբողջությամբ ընդգրկում ենք հիմա մեր շտաբի աշխատանքների մեջ։ Դավիթ, ինչ է ուզում հարցնել, ես ճիշտ ասած անցած տարվա ամառվանից կորցրեցի հաշիվը հումանիտար օգնության, գիտեմ, որ մի քանի հազար տոննայից անցել է, կարող ես ավելացնել թարմ տվյալներ կան, մասշտաբները Ուկրաինայում արվածի համար, ես կուզեի, որ դու պատմեիր Ուկրաինայում արվածի մասին, ինչ է արվել եւ ինչ գնահատական է արժանացել Ուկրաինայի պետության կողմից։ Մուրադ ջան, ուրեմն փետրվարի 24-ից սկսած 22 թվականից միջ այժմ մենք 4000 տոննայից ավել մարդասիրական օգնություն ենք բաժանել։ Մենք ինքներս բերել ենք Եվրոպայից, տարբեր այլ երկրներից, տեղում ենք կազմակերպել հավաքը եւ բաժանել ենք առաջիկա ամիսներին մենք բաժանում ենք թեժ ռեգիոններ, այո Դոնեցկի մարզ, Խարկովի մարզ, Սումիի մարզ, Չեռնիգովի մարզ, Զապորոժիայի մարզ, Նիկոլաև, Խերսոն, այսպես ասած օկուպացված մարզեր։ Նաև մի քանի մարզերում հաջողվել է դեռ օկուպացված ժամանակ, որ մենք հասցրել ենք այսպես այդ հումանիտար օգնությունը ժողովրդին։ 4000 տոննայից ավել բաժանվել է, կան բաներ, որ հիմա ես չեմ կարող խոսել, դա կապված է երևի զենզինամթերքի հետ, այդ բաների հետ ենք աշխատել, հասցրել ենք հասցեատերերին 120 պիկապից ավել, այդպես ասած ջիպ մագնիշի ավտոմեքենաներ ներմուծվել են Ուկրաինա եւ հասել են հասցեատերերին, այսինքն զինվորականներին։ Հիմա Հայաստանում որոշում էր կայացվել, որ աննախադեպ օգնություն պետք է տանք բանակին, այսինքն մենք հիմա իրականացնում ենք այդ ծրագիրը, մենք բաժանում ենք 100 շարժից գեներատոր հասկացողությունը, որը երկու կետից է բաժանվում, Կիևից եւ Զապորոժիայից է բաժանվում այդ գեներատորները, այս պահին դրանց թիվը 100-ն է, որ պետքա բաժանենք։ Այսինքն դա հասնում է բուն հասցեատիրոջը բանակին, ռազմավարական օգնություն։ Շատ բաներ են կարել, իմիջիայլոց ասեմ, որ հիշեցինք Մարկո Սրբազանին, նա շատ ակտիվ է համայնքային գործունեությունում մեր հետ առաջի պատերազմի օրերից եւ նա իր սեփական ավտոմեքենայով բաժանում էր կարիքավորներին այդ օգնությունը, հետո թեմը ստացել է Սփյուռքից մի քանի երկրներից դրամամիջոց, որը բաժանվել է կարիքավորներին, տեղահանվածներին,
տանիք կորցրածներին եւ այլն։ Ուկրաինայի հայրենիությունը հազարավոր ընտանիքներին օգնեց դուրս գան դեպի Եվրոպա կամ հասնեն Հայաստան տարբեր միջոցներով, թե ֆինանսական, կազմակերպչական մոմենտներով, թե կազմակերպելով իրանց տրանսֆեր, այսինքն տրամադրելով ավտոբուս կամ ինքնաթիռի տոմսեր եւ այլն։ Մեր երիտասարդությունը այդ օրերին շատ մեծ ակտիվություն է ցուցաբերել Կիևում, Խարկովում, Դնեպրում, Խերսոնում, Նիկոլաևում, Զապորոժիայում, որտեղ հենց այդ ֆունկցիան, որ այսօր այս պահին մենք պետք է հասցնենք այդ օգնությունը կարիքավորներին, դա վերցել են իրենց վրա մեծ մասում երիտասարդները, ինչի համար իրանք շատ մեծ գնահատական են արժանի թե Ուկրաինայի հայրենիության կողմից, թե ընդհանուր հայոց աշխարհի կողմից, քանի որ մենք ցույց տվեցինք, ոնց կարելի է աշխատել այսպես ասած վիճակում, երբ որ մի քանի կիլոմետր աջ կամ ձախ կողմ բախումներ են, բանակները կռվում են, տանկային ինչ-որ բախումներ են, հրթիռակոծություն եւ այլն, մեր երիտասարդները իրանց ավտոմեքենաներով հասնում են հասցեատերերին, պատվալներում պահկված ժողովրդին թաքնված կամ ծերերին, ովքեր չէին կարող իրենց բնակարան անգամ լքեին դուրս գային։ Մեծ գործունեություն է ծավալվել, Ուկրաինայի հայրենիությունը արևմտյան Ուկրաինայում կազմակերպել էր մեծ քանակի տեղահանվածների, այսպես ասած, տեղավորում, մենք պայմանավորվել ենք հանգստյան տների հետ, պանսիոնատների, սանատորիաների եւ այլն, ընտանիքներով, մեծ քանակի ընտանիքներով ընդունում ենք եւ տեղավորում ենք ու ամիսներով այնտեղ պահել ենք, օգնել ենք, միջև ժողովուրդը արդեն հասկացել է, կամ վերադառնում է իրենց տներ, կամ եթե վերադառնալու տեղ չկա, մնում են այնտեղ, կամ շարունակել են իրենց երթը դեպի արևմուտք։ Ովքեր մնացել է, փորձել ենք տեղում որոշենք աշխատանքի հարցը, քանի որ մարդիկ պետք է գոյատևեն, մենք չենք կարա տարիներով, երկար տարիներով պահենք, բայց առաջի օգնությունը ժողովուրդը ստացել է։ Գիտես, օրերս մեր Հայաստանի ընկերների հետ զրուցելուց պատմում էի, առաջի օրերի մասին էինք խոսում, պատերազմի, ինչպես էինք մեր փողոցի վրա բարիկադներ կառուցում, ինչպես էինք պատրաստում թշնամուն դիմավորել։ Ռուբեն, ուզում եմ քեզ հարց տալ, Մարիուպոլի պաշտպանությունը արդեն առասպելային է։ Մենք գիտենք, որ Մարիուպոլի մեր հայրենակիցները ամենատուժվածներից են, երևի եթե այսպես վերցնենք համայնքի ամենաշատ կորուստները ունեցել ենք Մարիուպոլում, որի քանակը ինչքան ես գիտեմ դեռ ճշտված չի, եթե սխալվում եմ ուղիղ խնդրում եմ։ Ես գիտեմ, որ նույնիսկ այն ժամանակ, երբ որ քաղաքը շրջափակված էր եւ հերոսաբար պայքարում էր, հայերը հնարավորություն էին գտնում մտնել Մարիուպոլ եւ օգնել ոչ միայն համայնքի ներկայացուցիչներին, այլ նաեւ Մարիուպոլի պաշտպաններին, հայտնի Ազովին։ Եթե կան ինչ-որ մանրամասներ, որ կուզենայիր կիսվեիր, խնդրում եմ պատմիր։ Մարիուպոլի իրավիճակը, հայ համայնքի իրավիճակը իրականում ամենածանրերից մեկն էր, եթե ոչ ամենածանրը։ Մոտավորապես արդեն հունվարի վերջերից մենք հասկանում ենք, որ հնարավորին հարձակում է լինելու։ Ես անձամբ Դավիթ Մկրտչյանի հետ մենք կազմակերպեցինք on-line շտաբ Ուկրաինայի Դոնեցկի մարզում 8 քաղաքային համայնքներ ունենք այդ պահին գործով։ Բոլոր համայնքի ղեկավարները միևնույն ժամանակ երեկոյան մտնում ենք Zoom-ով կապ ենք հաստատում եւ այդ մոտակա 10 օրվա ընթացքում կարողացանք բավականին աշխատանք իրականացնել։ Ամենակարևորը, որ հասկացանք, որ կոմունիկացիաներ է պետք ստեղծել համայնքի բոլոր անդամների հետ, մշակել հնարավորին հարձակման դեպքում էվակուացիայի ալտերնատիվ ճանապարհներ, գրանցել այն համայնքի անդամներին, ովքեր որ սեփական հնարավորություններ չեն ունենալու լքելու տարածքը հանրայության դեպքում, դրանք հաշմանդամներ, բազմազավակներ, ընտանիքներ, որտեղ տղամարդիկ չկա, կարիքավորներ, այսինքն տրվեց իրենց ուղղություններ, ինչ պետք է ունենան, անգամ էլեմենտար տարրական հարցերում, որ պետք է մեքենայի բենզաբակը լիցքավորված լինի, ապտեչկա պետք է ունենան, կարճ ասած ուղեցույց նման դեպքերում ինչպես արագ արձագանքել։ Ամենակարևորը Մարաջան, որ կարողացանք այդ ժամանակ աղմուկ աղաղակով բոլորին խնդրել համոզել, որ
ինտերնետային չաթեր, Viber-ի, Telegram-ի չաթերում անպայման գոնե մասնակցեք հիմա, որ առայժության դեպքում մենք կարողանանք իրար հետ կապ ստեղծենք, որովհետև մեծ խնդիր է կապը, երբ որ կապ չկա, լուրջ խնդիրներ կան, չգիտեմ, եթերից որքանով ճիշտ կլինի ասել դրա մասին, համենայն դեպս գիտեք, ցավը այն է մարդ, որ մենք իրավունք չունենք էվակուացիա հայտարարել։ Էվակուացիա հայտարարել, եթե դա չի անում երկրի նախագահան կամ մարզպետը կամ քաղաքապետը, կարող է համարվել օրինակ դավաճանություն, կարող է համարվել շատ վատ երանգներով, դրսևորումներով։ Խոճապի տարածում, պարտողական քարոզություն եւ այլն եւ այլն, խոճապի տարածում եւ հակառակ էֆեկտը ստեղծել։ Մենք մինչեւ վերջ մեզ թույլ չտվեցինք հայտարարելու էվակուացիա, սակայն ներքին կարգով մենք մեր ծանոթների միջոցով առաջարկում ենք օգնություն, ով ցանկություն ունի ուղեկցելու։ Մի քանի էշելոններ, մեքենաների շարասյուններ կազմվեց եւ ոչ միայն հայերը, իհարկե, նաեւ այդ շարասյանը միացան, անգամ Հունաստանի հյուպատոսությունը միացավ մեր հայերի շարասյան, դուրս եկան։ Այդ շարասյանը միացան հարյուրավոր մեքենաներ եւ այդ մեքենաներին դուրս էին բերում մեր համայնքի հայերը, մեր հայ տղաները, մեր ընկերները։ Վերջի շարասյունը, որ դուրս է եկել, դա մի ոդիսական է, ոնց են իրենք դուրս եկել։ Ռմբակոծությունների միջով, արկերը շրջանցելով, ավտոմատների շարասյան տակով, սենց մեքենաները վիրավորան արած, արդեն հարվածները հասնում անմիջապես մեքենաներին, բոլորին հանել են, բերեցինք Զապարոժիայի հայ համայնքը մեր նախնական պայմանավորվածության համաձայն, որովհետև Դավիթը թող ինձ ուղի, եթե ես սխալ եմ հիշում, Դնեպրում եւ Զապարոժիայում ենք, չէ՞ ստեղծելու այդ պունկտերը, ընդունման պունկտերը։ Այո։ Եվ այդ ընդունման եկեղեցին մեր ընդունման պունկտերից մեկն էր, եւ այդ վերջի շարասյունը, որ դուրս է գալիս է հայկական եկեղեցու բակ, մեքենաները բոլորը մտնում են հայկական եկեղեցու բակ, եւ այդ ժողովուրդը դուրս է գալիս ու բոլորը մտնում են եկեղեցի։ Մեր համայնքը օգնում, կերակրում, պահում էր բոլորին, մինչև կարողանան բոլորը իրենց գնան հասնեն մահից բարձել են, փրկվել են։ Այո։ Մնացին շատերը, ունեցանք շատ զոհեր ունենք հայերի մեջ, կոնկրետ թվեր չեմ կարող ասել, չեմ էլ ուզում ասել, ունենք անհայտ կորածներ, որոնց չես կարող համարել ոչ զոհված, ոչ կենդանի։ Ունենք շատ հերոսական դեպքեր, ունենք ողբերգական դեպքեր, ողբերգական շատ մեծ ողբերգություններ, երբ որ ընտանիքի բոլոր մեծերը մահանում են եւ մանկահասակ երեխաները մնում են տատիկի, պապիկի հույսին, հետո 8 ամիս անց իրենց հորը գտնում են հիվանդանոցում սայլակի վրա, որը տեղյակ չի, որ երեխաները կենդանի են։ Մայրը եւ մորաքույրը արկի պատճառով, արկի հարվածների պատճառով տեղում մահացել է։ Օգնությունը տրամադրվել է, քանի դեռ հնարավոր է։ Իհարկե, երբ որ շատ խիստ չէր հսկողությունը, մենք մինչև վերջ կարողացանք օգնությունը մեքենաներով, վոլոնտյորների միջոցով անգամ ուղարկել այնտեղ։ Հետո Մարիուպոլի բնակիչների մի մասը, մեր հայության մասն եմ խոսում, կարողացան տեղափոխվել հարևան Բերձյանսկ քաղաք, որը արդեն Զապարոժիայի մարզում էր, բայց տարածքապես շատ ավելի մոտ էր Մարիուպոլին։ Այնտեղի մեր հայ համայնքի ղեկավարը Հովիկը մի հոյակապ, մի հայրենասեր տղա, իր ընտանիքով բոլորին կարողացավ տեղավորել, կերակրել, շատ կուզենայի, որ լսեր մեր ելույթը եւ միգուցե իրան լավ կզգար, որովհետեւ իր մասին շատ քիչ է խոսվում, բայց այդ տղան իրականում արել անհնարին բաներ, անհնարին, ուղղակի փառք ու պատիվ է։ Այսօրվա դրությամբ Մարիուպոլում շատ քիչ հայեր են մնացել, բայց այն որ այդ մարդիկ ունեն տուն, ունեցվածք, երկար տարիների կյանք այդ քաղաքում, այդ մարդկանց միանշանակ չես կարող մեղադրել ինչի եք մնացել կամ ինչի եք հետ վերադարձել, ամեն մեկը ինքն է որոշում ինչ պետք է։ Հուսով եմ, որ Մարիուպոլը վաղ թե ուշ կազատագրվի եւ գոնե մենք կկարողանանք ռուսների կողմից կոտրված մեր հայկական խաչքարը եւ գողացված խաչքարը, որ տեղահան է գողաց է տարել են,
եսի մուրել բայ կարողանանք հետ բերենք տեղադրենք իր տեղ։ Ռուբեն, տես դու ասացիր էվակուացիայի պահով, պետք է մենք ճշտենք այստեղ, որովհետև էվակուացիա իրավունք ունի հայտարարելու միայն պետությունը, դա պետական գործառույթ է եւ համայնքը չի կարող դա անել պետության փոխարեն, ասենք որպես օրինապաշտ քաղաքացիներ, բայց համայնքը արել է այն, ինչ որ պետք է աներ իրենից կախվածը։ Ճիշտ է, միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն, բայց դե պատերազմի ժամանակ պարզ է, որ ոչ ոք, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում եւ ամենակարևորը մարդիկ իրենց կյանքը վտանգելով փորձել են օգնել իրենց հայրենակիցներին եւ ոչ միայն հայրենակիցներին, այլ համակարգացիներին։ Մարիուպոլը ողբերգական ավարտ ունեցավ այդ քաղաքի նկուղներում եղբայրական գերեզմանները, որովհետեւ հիմնականում շենքերի տակ ապաստարաններ են, բոլորով իջնում էին շենքերի տակ, իսկ երբ որ հրթիռակոծվում է, շենքը իջնում է եւ այդ մարդիկ մնում են իրար հետ բոլորով, ամբողջ շենքը մնում են ուղղակի այդ նկարը որպես եղբայրական գերեզման։ Իսկ այդ շենքերը հիմա ես իմ ունեցած ինֆորմացիայով, երբ որ արդեն բարեկարգման աշխատանքներ են տանում, հիմա թողնում են այտենց մնա, ուղղակի բետոնով ու ասֆալտով անցնում են։ Դրանք մնում են տակ։ Այսինքն մենք կարող ենք նույնիսկ ազատագրելուց հետո հնարավորություն չունենանք, հա, իդենտիֆիկացնել մեր հայրենակիցներին։ Իհարկե, այդ միանշանակ այդպես էլ լինելու է։ Այնտեղ հեկտարներով գերեզմաններ կան, թվեր ապված վրա, դե բնականաբար իդենտիֆիկացիա էլ արված չի եւ հնարավոր է երբեք չարվի։ Դավիթ, ինչ կուզենայիր ավելացնել։ Մենք հիշեցինք մեր Հովիկի մասին, Վերդյանսկի հայ համայնքի ղեկավարի, որ իրականում շատ մեծ գործ արեց, երբ ոչ միայն Մարիուպոլից, այդ հատվածի Դոնբասի, Դոնեցկի մարզի այդ հատվածից դուրս էին գալիս, այնտեղ Վալնավախայի ժողովուրդն էլ եւ շատ քաղաքների գյուղերի, հետո Հովիկը ինքը իր ծեր հոր համար մնաց օկուպացիայի մեջ եւ օկուպացիայի տարածքից դուրս եկել 3 թե 4 ամիս անց։ Չեմ կարող ասեմ ինչ ճանապարհով, բայց ասում փառ դուրս եկել ու հիմա թե Լեհաստանում է թե Գերմանիայում է։ Բայց ես ուզում եմ վերադառնալ Ռուբենի խոսքի սկզբին, այդ շտաբը, որ մենք ստեղծեցինք, Մարատ, դու պետք է պատկերացնես մենք ինչ թեմաներից ենք ամեն երեկո ժամուկես 2 ժամ խոսացել։ Անկամ նրա մասին, որ հոսանք չի լինելու, հեռախոսները կարող է չաշխատեն, ավտոմեքենաները բնականա մայր ուղիներով չեն կարող շարժվեն, քանի որ կամ ռմբակոծվելու է, կամ բոլորիցս հեռու այդ պահին մենք չգիտենք, որ ռուսները կարող է փակեն ճանապարհները, գնվել են հասարակ թղթի ատլասներ, դարոժնի ատլասներ, ճանապարհային ատլասները, բաժանվել են համայնքում, համայնքապետերը առել են այդ Ռուբենի նշած այդ 10 համայնքի ղեկավարները առել են, բաժանել են համայնքի հասարակ ժողովրդին, ովքեր ավտոմեքենաներ ունեն։ Եվ անգամ, ասենց մարդիկ են եղել, որ հարց են տվել, բա ոնց օգտվեն, ինչքան են սովորել GPS-ին, հա, սարքերին հեռախոսի մեջի կամ առանձին ինչ որ սարքերի, որ նորից վերադառնում են այդ թղթային ատլասին, որ պետք է հասկանան, թե որ ուղղությունով գյուղերի դաշտերի միջով դուրս գան կամ Զապորոժիայի մարզ կամ Դնեպրի մարզ, քանի որ մենք այդ երկու մարզն ենք պատրաստում, որովհետև ոչ մեկ չէր պատկերացնում, որ լայնամասշտաբ պատերազմ է լինելու։ Հասկանում ենք, որ Դոնբասում ինչ որ մի բան պետք է լինի եւ պատրաստվում ենք այդ ուղղությունով, բայց ստացվեց, որ ովքեր որ պատրաստվում են, մենք ինքներս ընկանք այդ օրը, մենք ինքներս տեսանք թշնամուն մեր տան շեմին։ Այն գալուց քչերը գիտեն, որ հենց դու բառացի, ինչպես ասացիր, տան շեմին, քո տնից, եթե չեմ հիշում, մի քանի 100 մետրի վրա էին արդեն ռուսական զորքերը։ 100 մետր չէ, մոտ 4 կիլոմետր էր իմ տնից, իրանց պոստը 4 կիլոմետր էր եւ տանիքից, այսինքն այդ 12 արգանի շենքի գրիշից, այսպես ասած, իրանք երևում էին։ Ու մի բան էլ շեշտենք, որ Մարկոս Սրբազանին նշեցինք ու ասեմ, մենք բավականին մեծ քանակի մեր հայրենակիցները կային, ովքեր Հայաստանի քաղաքացիներ էին, անգամ փաստաթղթերի հետ խնդիրներ ունեին, եւ մենք առաջ օրվանից այս գործին միացրեցինք դեսպանությունը,
դեսպանին եւ դեսպանատան կազմի աշխատողներին, ովքեր շատ արագ կազմակերպեցին նոր կետեր, որ Կիևից դուրս եկան նոր կետեր Լվովում, Ուժգրոդում եւ Օդեսայում բացվեցին հյուպատոսություններ եւ բոլոր աշխատողները դեսպանության դարան հյուպատոս։ Ընդունելություններ հասելու չի։ Մենակ Լվովում օրական մինիմում 300-400-450 հոգի մարդ էին ընդունում։ Նույնը կատարվում էր Ուժգրոդում։ Ուժգրոդի գործունեության ավելի ծանոթ եմ, քանի որ ես էլ մի քանի օր գտնվում էի Արևմտյան Ուկրաինայում, կոնկրետ Ուժգրոդ քաղաքում։ Համարյա ամեն օր այցելել եմ հյուպատոսություն, որովհետև մարդիկ զանգում են, դիմավորել ենք, տարել ենք, թղթաբանությունը կարգավորել ենք եւ ճանապարհել ենք։ Այդ գործունեությունն էին կատարում։ Գիշերներն էլ Վիլեն Շատուրյանի ուղարկած մեծ բեռնատար ավտոմեքենաները 20 տոննա եւ ավել օգնությունով գիշերով մտնում էին մարզ, հատուկ կենտրոն, որտեղից այդ օգնությունը բաժանվում էր 2 տոննանոց փոքր սպրինտերներ, գազելներ եւ այլը եւ ծրվում են Ուկրաինայով մեկ։ Հետո ձեռք բերեցինք պայմանավորվածություն Ուկրաինայի երկաթուղիների հետ, որովհետեւ նրանք երբ էվակուացիա են անում խաղաղ ժողովրդին, խաղաղ մարդկանց խաղաղ բնակչությունը արևմուտք, նրանք վերադառնում էին դեպի Խարկով, դեպի Զապորոժը, դեպի Նիկոլաև, դեպի Օդեսա, դեպի Կիև դատարկ։ Մենք պայմանավորվեցինք եւ նրանք մեծ սիրով տրամադրում էին մեզի ամեն օր մի քանի վագոն դատարկ, որտեղ մենք մեր հումանիտար օգնությունը բարձում էինք այդ վագոնները եւ վագոնները հասնում են արդեն այդ քաղաք հասցեատերերին։ Ես հիմա որ մենք sense խոսում ենք, ես նորից վերապրում եմ այդ ամեն ինչը ու հիշում եմ առաջան, որ Ուկրաինայի հարիմությունը որոշում կայացրեց, որ ես պետք է խոսամ ԶԼՄ-ների հետ եւ այդ ամեն ինչը հասցնելով հələ օր ա եղել 20-ից ավել իմ հետ ինտերվյու են արել։ Ինձ թե հայկական թե ուկրաինական լրատվամիջոցները զանգում են, ես ամեն վարքյան հասանել եմ եղել, խոսացել եմ եւ ամբողջ հայկական աշխարհը, ոչ միայն հայկական, բայց շեշտում եմ, որ հայոց աշխարհը ամենաառաջինությունները ստացել է ամեն օր Ուկրաինայի հայրենիությունից։ Այո, Դավիթ, շարունակենք քեզանից սկսենք, մի տարի առաջ երևի թե կերազեինք այնպիսի զարգացումներ հայ-ուկրաինական հարաբերություններում, որը որ կա հիմա, ես ի նկատի ունեմ օֆիցիալ Երևանի եւ Կիևի միջեւ, մենք տեսանք այցեր, հանդիպումներ, ինչ կուզենայիր ասել մեր հայրենակիցներին Հայաստանում եւ Սփյուռքում, ինչ կարեւորություն ունի դա Ուկրաինայի հայության համար եւ ինչպես են, ասենք Ուկրաինայի հայերը իրենց ուսերին տարել են բեռը, երբ որ ասենք պետական ապարատը այնքան ակտիվ չի եղել, ինչքան կուզեինք։ Դե առաջինը ես ուզում եմ անդրադառնալ մի թեմային, որ շատ կարևոր է, ես ամեն անգամ օգտվելով sense հարթակներից ես ասում եմ հարգելի հայրենակիցներ, նամանավանդ Հայաստանում բնակվող, Ուկրաինան ֆոսֆորային զենք չի փոխանցի Ադրբեջանին։ Ես դա ասում եմ ամենալրջությամբ եւ մի քանի անգամ ես օրինակներ եմ բերել, որ 20 թվականում լիազոր դեսպան Տիգրան Սերյանյանը մամուլի ասուլիս ունեցավ, որտեղ նա ինքը հայտարարեց, որ դեսպանության եւ համայնքի ջանքերով ամեն ինչ արվել է, որ այստեղից զենք չգնա նամանավանդ ֆոսֆորային, ու հիմա դու տեսնում եք, դուք ականատես եք, որ ամբողջ նորությունները սաղ աշխարհի ցույց են տալի եւ հակառակորդը կիրառում է այդ ֆոսֆորային ռումբը մեր ուկրաինական քաղաքներին, թե Բախմուտում, թե Ավդիևկայում մենք չենք պատասխանում, որտեղ չունենք։ Ունենենք կպատասխանենք։ Շնորհակալ եմ Արա ջան այս հարթակի համար, որ ես եւս մեկ անգամ արտահայտվեցի։ Այո, մի տարվա մեջ շատ բան է փոխվել, անցած տարի մենք չէինք կարող անգամ երազել, բայց բազում անգամ մենք քննարկել ենք, ես, դու եւ տարբեր մարդկանց հետ քննարկություններ եղել են, թե ինչ պետք է լինի, որ վեկտոր փոխվի կամ հայ-ուկրաինական բարեկամությունը կամ հարաբերությունները ավելի ջերմանան։ Դա ամեն օրվա աշխատանք է, դուք իմ հետ կհամաձայնվեք, որ մենք ամեն աստծո օր աշխատել ենք առավոտից իրիկուն, որ հայ-ուկրաինական հարաբերությունները ինչ որ մի ձև վերականգնվի կամ ջերմանան կամ ամրապնդվեն, դուրս գան նորին ինչ որ տենց հարթակներին եւ այլ։ Նու թշնամին իր գործը արեց, որ Հայաստանում էլ հասկացան, որ մենք լքված ենք, հերթական անգամ լքված ենք,
Ուկրաինայի մեսիջները, որ մենք պատրաստ ենք Հայաստանին, այսպես ասած, պատժ կանել դեպի եվրոինտեգրացիա, եւ Արցախյան միջև սեպտեմբերի 19 վերջին 9 ամսվա այդ կատարվող կատակլիզմները, որ սկզբից փակեցին Լաչինի, Միջանցքը, տարբեր, չգիտեմ, մոտիվացիա մեջբերումներով, հետո ենթարկեցին սովի, մութի, որ չկար գազ, չկար ջեռուցում, չկար կապ անգամ, չկար սննդամթերք, Հայաստանը հասկացավ, որ նա լքված է, դե ես ոնց հասկանում եմ մեր իշխանություններն էլ դեպի արևմուտք նայող իշխանություններ են եւ ունենք այն ինչ ունենք, այցը առաջին տիկինի, որից հետո մի շարք պաշտոնական հանդիպումներ, անգամ 15 րոպեանոց հանդիպումը Փաշինյան-Զելենսկի, որպես Ուկրաինայի բնակիչ իհարկե դա ուրախացնում է, քանի որ իմ հայրենիքը, պատմական հայրենիքը եւ իմ բնակավայրը Ուկրաինան պետք է ունենան ջերմ հարաբերություններ։ Բայց ասեմ, որ համայնքն էլ դրա այդ լումայի մեջ ունի, քանի որ մենք Հայաստանում մեծ գործունեություն ենք ծավալել, երբ որ կազմակերպվում էին այնտեղ միտինգներ եւ այլն, մենք միշտ մասնակցել ենք մեր այնտեղ գտնվող Ուկրաինայի հայերի միջոցով, այսինքն խնդրելով, որ դուրս գան փողոցներ, կազմակերպել ենք օգտագործելով տարբեր ռեսուրսներ, լինելով Հայաստանում մենք տարբեր TV-ներում խոսացել ենք դրա մասին, որ ինչ պետք է արվի, որ հայ-ուկրաինական հարաբերությունները ջերմանան։ Ուրախ եմ, թող սենց էլ շարունակվի, մենք էլ պատրաստ ենք ամեն ինչ անել, որ հասնենք մեր նպատակին, որ հայ-ուկրաինական բարեկամությունը ավելի ամրապնդվի։ Եվ վերջում ուզում եի Ռուբենից հարցնեի, Ռուբեն, ինչպես է ընկալվում, տես Ուկրաինայի հայ համայնքը միշտ օգնել է մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր կետերում, երբ նրանք, ասենք, դժվար կացության մեջ են եղել, հիշենք մեր Սիրիայի հայրենակիցներին, դե Հայաստանի, Արցախի մասին չեմ ասում, շատ հաճախ ինձ են հարցնում, ինչպես եք ընկալում այն վերաբերմունքին, որ տարբեր հայ համայնքները, ասենք, ինչպես են օգնում Ուկրաինային կամ ինչպես չեն օգնում, կա կարծիք, որ հայտնի հայերը արևմուտքում բնակվող այնքան էլ ակտիվ չեն, ասենք, Ուկրաինայի օգնելու հարցում կամ Ուկրաինայի հայ համայնքին օգնելու հարցում։ Գիտենք, որ մեր եվրոպական համայնքների կողմից կա օգնություն, եկեղեցական համայնքների կողմից է եղել օգնություն, որ երբեք չի մոռացվի, բայց ինչ ընկալումներ կա, դու որպես, ասենք, համայնքի ներկայացուցիչ, ինչ ես զգում դու, ինչպիսին է այդ օգնությունը, դրա կարիքը կա, ինչի կարիք չկա։ Հայ համայնքների կողմից օգնության չափերը եւ մասնակցության չափ, այսինքն գումարի եւ մասնակցության չափը դրանք տարբեր բաներ են։ Ես դրան դեռևս մենք բոլորս ծանոթ ենք այն հայտնի մարաթոններից, երբ որ Արցախի համար ամեն տարի ամենամյա մարաթոններ էին կազմակերպում եւ գումարներ էին հավաքվում։ Մենք տեսնում ենք, որ երկիրը ինչքան եւ ինչի համար ինչքան գումար է հավաքում։ Երկրորդն ասա, սիրելով իմ ազգը, պաշտելով իմ ազգը, քննադատելով իմ ազգը իրավունք ունենալով դա անելով, մենք տեսանք նաև ինչքան գումար հավաքեցին, երբ որ 20 թվականին օր հասական էր Հայաստանի համար։ Օր հասական, չունենալով ցամաքային ոչ մի պայման, ոչ մեկի միայն օդային ճանապարհով օգնություն կար, ամբողջ աշխարհով, աշխարհասփյուռ հայությամբ, որ 100 միլիարդների խոսացինք, 160 միլիոն դոլար փող հավաքեցինք, մոտ 170 միլիոն դոլար։ Այսինքն անգամ այդ պահին, երբ որ Արցախը, Հայաստան, մայր հայրենիքը իրենցն է, իրենք այդ աշճան ակտիվություն չկարողացան ցուցաբերել, ես բացարձակապես մեկ վայրկյան անգամ ված չեմ զգում, որ աշխարհի որոշ բազմա հազար համայնքի կողմից օգնություն չի տրամադրվում Ուկրաինային։ Նաև մյուս կողմից դա մեր ազգային նաև մենտալիտետի հետ եմ կապում, որովհետև ճիշտ նկատեցիր Սիրիայի, Լիբանանի, Պարագայում, Իրաքի դեպքերի ժամանակ հայտնի Իրաքի հայ համայնքի օգնություն ժամանակին ուղարկվեց աշխարհի կողմից, բայց չմոռանանք, որ դրանք հիմնականում այդ օգնությունը կազմակերպում հավաքվում էր այդ երկրից արտագաղթածների կողմից, որոնք որ ժամանակին արտագաղթել են դեպի Ամերիկա կամ Եվրոպա, իրենք էլ տեղում համայնքային գործունեություն են կազմակերպում, միջոցներ են հավաքում, ուղարկում իրենց երկիր։ Ուկրաինայի հայ համայնքը ի տարբերություն աշխարհի երևի թե բոլոր համայնքների, ուղղակի պոլեմիկայի մեջ չմտնելու համար ասեմ, 11 դարվա անընդհատ պատմություն ունի։
շատ կարևոր տերմին եմ ասում, անընդհատ, չընդհատվող, որովհետև եթե մենք Հունաստանում, Իտալիայում, եվրոպական շատ երկրներում հայկական համայնքներ ունեցել ենք վաղնջական ժամանակներից, Տիգրան Մեծի ժամանակվանից, այդ համայնքների կյանքը ընդհատվել է, այսինքն չի կարելի ասել, որ մենք ունենք այդ շրջանից եկող հայկական մշակույթ այդ համայնքում, այդ երկրում։ Ուկրաինան երևի թե միակներից մեկն է, 11 դարվա պատմություն, մենք չընդհատվող մշակույթ ունենք այս երկրում։ Հայ համայնքը Ուկրաինայում պետականաստեղծ միջամտություն է ունեցել, պետականաստեղծ государство образующий, եւ մենք ոչ մեկի օգնության կարիքը չենք էլ զգում։ Պարոն Մկրտչյանը թող վկայի մասաստերին, մենք միշտ մեր միջոցներով ենք օգնությունը հավաքել։ Ժամանակ եղել է պետության մակարդակից ավելի շատ օգնություն ենք տրամադրել։ Եվ մենք դա շարունակելու ենք անել, թե Ուկրաինային, թե մեր մայր հայրենիքին։ Եվ եթե հանկարծ Աստված մեր Աստծե, մեկ ուրիշ երկրում մեր հայ համայնքների փորձանքի մեջ գտնեն, մենք նրանց ենք օգնում։ Մի օրինակ բերեմ Ռուբենի ասացի շարունակությունը 14 թվականի Դոնբասի օկուպացիայի ժամանակ, երբ պետության ղեկավար նախկին նախագահ Պորոշենկոն ընդամենը իր ֆոնդից 300 տոննա մարդասիրական օգնություններ ուղարկել օկուպացված Դոնեցկ եւ Լուգանսկ, Ուկրաինայի հայերի միությունը կազմակերպեց 2 մարդասիրական օգնություն, մեկը հայ առաքելական եկեղեցու միջոցով անցկացրեց այն կողմ օկուպացված մյուսը Ուկրաինայի Կարմիր խաչի միջոցով եւ մենք որպես հասարակական կազմակերպություն 1200 տոննա պլյուս առանձին 2 մեքենա էլ գնացել էր Մարիուպոլ, չէ՞ պարոն Մակարյան, եթե դուք հիշում եք, այսինքն մոտ 1250 տոննա մենք օգնություն ենք հատկացրել այն վաղ 14 թվականին օկուպացված տարածք Լուգանսկ եւ Դոնեցկ։ Եվ այնտեղ միջոցներ ենք ստեղծել եկեղեցու միջոցով, որտեղ բաժանում ենք ու ոչ միայն հայերին, լեր էին ստանում, տարբեր ազգեր գալիս էին եւ իրանց օգնությունը հասանելիք ստանում էին։ Իմջալոց մենք ստացանք տվյալներ, որ արդեն 111 մեր հայրենակից ստացել է երկրի նախագահի, Ուկրաինայի նախագահի բարձրագույն պարգևը։ Դավիթ, բայց ես գիտեմ, որ պարգևներ, տարբեր տեսակի մեդալներ, պատվոգրեր կան հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մեր հայրենակիցներին։ Կուզեի ասեիր կազմակերպությունը ինչ ուշադրություն է ստացել, ինչ գնահատական է ստացել։ Գիտեմ, որ Գերագույն խորհրդի նախագահն է պարգև ուղարկել, ինչ որ բան բացեմ թողել կան, էլի տենց բարձր պարգևներ հենց համայնքային կառույցին։ Համայնքային կառույցին կան բազմաթիվ պատվոգրեր օգնության համար, թե մարզային կազմակերպություններին, թե կենտրոնական օֆիսին Ուկրաինայի հայրենիության, այո ճիշտ նշեցիր, որ Սլան Ստեֆանչուկի ստորագրությունով Ուկրաինայի հայրենիությունը արժանացավ Ռադայի, Գերագույն Ռադայի պատվոգրի, որը շատ բարձր նշան է մեր համար, եւ մենք շարունակում ենք ստանալ, այսօր ես որ մի քիչ առաջ անդրադարձա մեր մարդասիրական օգնությունին, այսինքն ռազմական օգնությունին, այսպես ասած շարժիչները, այդ գեներատորները, որ բաժանում ենք, մեզ բանակի կողմից շնորհակալություն են հայտնում պատվոգրերի, շնորհակալագիրների միջոցներով։ Եվ մենք օգնելով տարբեր ուրիշ կազմակերպություններին, այսինքն ֆոնդերի հետ ենք համագործակցում, հասարակական կազմակերպությունների, նրանց կողմից էլ ունենք պատվոգրեր, շնորհակալագիրներ եւ պրոստը շնորհակալություններ։ Առաջին հանդիպումն էր մեր լսարանի համար, փորձեցինք մի քիչ վարակույրը բացել, Ուկրաինայի հայերի ներքին կյանքի մասին պատմել, չգիտեմ ինչքանով հետաքրքիր կլինի մեր լսարանին, խնդրում եմ մեկնաբանություններում ձեր կարծիքները ասեք, վստահ եմ, որ տեսանյութը կտարածեք, կլայքեք, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ իմանան։ Եթե կարծում եք, որ կարիք կա, որ այսպիսի հանդիպումները դառնան պարբերական, խնդրում եմ դրա մասին էլ ասեք։ Ընդհանրապես, ինչ եք մտածում այս ֆորմատի համար, սա այսօր մենք փորձեցինք նոր ֆորմատով ձեզ ներկայացնել, նոր ձևաչափով ձեզ ներկայացնել Ուկրաինայի հայերի կյանքը պատերազմական իրավիճակում, ավելի ճիշտ որոշ հատվածներ Ուկրաինայի հայերի կյանքից, այն որ ըստ մեզ կարող է հետաքրքիր լինի համայն հայությանը։ Ես շնորհակալ եմ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանին, Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզում ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանին, որ ժամանակ գտաք եւ պատմեցիք այն ինչ որ գտաք անհրաժեշտ։ Շնորհակալ եմ եւ հաջողություն։ Շնորհակալություն, ստեսություն։ Հաջողություն, հաջողություն։